Բարև ձեզ ժողովուրդ ջան, պիտի խնդրեմ այս վիդեոս տարածեք, որովհետև ցավոք սրտի այն վիդեոները, որոնք որ լկտի բառապաշարով չէ ու հայոյախառն չէ, դիտման և տարածման լուրջ խնդիր ունի, դրա համար խնդրանքս է տարածեք, որ շատ մարդ կարողանա դիտել այս ամեն ինչի մասին, ինչ որ պիտի խոսեմ, մի շատ կարևոր խնդրանք ունեմ, որ այսօր մենք շատ բարդ ու ծանր ժամանակներ ենք ապրում, ցավոք սրտի հիմա արդեն հարվածի տակ է մեր ամեն մեկիս ընտանիք, մեր օջախը, մեր ընտանիքը անհատական արդեն։ Թե ժամանակին մենք վտանգեցինք մեր հայրենիքը ամբողջությամբ, այսօր արդեն անհատական ամեն մեկիս տունն է մտես չարիքը, դրա համար վճռական պայքարի ժամանակն է։ Ու ինչու են ընտրել եկեղեցին հարվածի տակ դնել, որովհետև եկեղեցին այսօր մեր պետականության, մեր ազգի պահպանության միակ ինստիտուտն է մնացել։ Ու այդ ամեն ինչը արվում է նրա համար, որ քանդելով եկեղեցին, իհարկե առաջընկնելով ասեմ, որ հնարավոր չի եկեղեցին քանդել, որովհետև այն Աստծո պաշտպանության տակ է, բայց համենայն դեպս մենք անելիքներ ունենք, ինչպես Սոդոմ և Գոմորում 10 արժանավոր գտնելու դեպքում կփրկվեին, այդպես էլ հիմա մեր քննության պահն է։ Եթե մենք մեր եկեղեցու արժանի զավակները կլինենք, ուրեմն մենք կփրկվենք և Աստծու կողմից հնարավորություն կստանանք ունենալ պետականություն, ունենալ հայրենիք, ունենալ ամեն ինչ։ Եթե այս քննությունը չհանձնենք, ուրեմն ցավոք սրտի կարող է մենք այդ ամեն ինչը չունենալ, բայց թիվ 1 մեղավորը և թիվ 1 պատասխանատուն կլինենք ամեն մեկս։ Դրա համար պետք է վճռականորեն պայքարենք այս ամեն ինչի դեմ ու պայքարելու էլ շատ զգուշություն ու ճիշտ քայլեր է պետք կատարել, չպետք է տրվենք սրանց սադրանքներին, սրանց տականք բառապաշարներով չպետք է իրենց հակադարձենք, այլ պետք է հստակ համառությամբ, համբերատարությամբ ու վճռականությամբ վերջի մենամարտին պատրաստվենք։ Ցավոք սրտի բոլոր կանխատեսումները տանում են նրան, որ այդ վարչապետ Կոչեցյալի անունն էլ չեմ ուզում իմ շուրթերից դուրս գա, ցավոք սրտի ինքը նախաձեռնելու է հարձակում եկեղեցու դեմ։ Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ դա չի հաջողելու, բայց գործողություն միանշանակ պետք է կատարենք, պետք է պաշտպանենք մեր սուրբ օջախը ու վերջնականորեն կոպիտ ասած սրանց մրթներին հասցնելով վերջնականապես լռեցնենք։ Ուզում եմ այսօր երկու բառով անդրադառնալ անցած աղմուկ հանած թեմային, սրբապիղծի հետ կապված, դա ոչինչ է, միանշանակ դրան չի անդրադառնա, բայց գլխավոր ցավը նա է, որ նման ոչնչությունները, նման սրբապիղծները գտնվում են պետական կառույցների պաշտպանության տակ, իրավապահ համակարգի պաշտպանության տակ։ Դրանց նման լպիրշ վիժվածքները չէին կարողանա հարձակում գործել մեր եկեղեցու դեմ, եթե չունենային ոստիկանության ու ԱԱԾ-ի կամ մյուս պետական պաշտոնյաների աջակցությունը։ Ու դա նաև ապացուցում է, որ ես այդ ժամանակ էլ եմ ճիշտ ասել, մենք ու նույն մտքին եմ, նույն կերպ փաստում եմ հիմա, որ ցավոք սրտի մենք չունենք ոստիկանություն, մենք չունենք ԱԱԾ։ Խոսքս չի վերաբերվում շարքային ծառայողներին, որովհետև իրենք դառել են ընդամենը ուղղակի տուն պահող, իրենք համակարգի կրողը չեն։ Հա, կարող է լինեն շատ-շատերը, որոնք որ ժամանակին այդ համակարգ մտնելու ընտրությունը կատարել էին, իրենք երազանքով, իրենք համակարգի նկատմամբ պատասխանատվությամբ են գնացել, բայց վերնախավի տականկությունները տեսնելով իրենք հասկացել են, որ այդտեղ անելիք չեն կարող ունենալ ու բարեփոխումներ չեն կարող կատարել։
հետո արդեն համակերպվել են տարիների ընթացքում ու ընդամենը լուր դարել են տուն պահող ու վերջի մի 2-3 տարին ծառայելով, թոշակի անցնելով այդ համակարգից դուրս մնան, բայց դա չեղավ պետականություն, դա չեղավ մեր երազած անկախ պետությունը, դրա համար անելիքներ հետոյի համար շատ կա, այսինքն իրական պետականություն ստեղծելու համար պետք է այդ համակարգերը մաքրել, ճիշտ ռելսերի վրա դնել, բայց հիմա վճռական պայքարը մղենք, այս տականքներից ազատվենք, հետո նոր արդեն կառուցենք մի նոր պետություն, իրական մեր երազած ազգային պետությունը, որը կլինի մեր սերունդների համար իդեալական եւ հայրենիք եւ պետություն եւ մեր նախնիների թափած արյունի ու քրտինքի համապատասխան վարձքը։ Բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, աղաչում եմ, պաղատում եմ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, հավատավոր ընկերներ, բարեկամներ, առաջին հերթին բերեք մեր միջից ջնջենք, վերացնենք բոլոր այն սադրիչ եւ տականք չարի ծառաներին, ովքեր որ փորձում են մեզ իրար դեմ լարել, իրոք մենք այն անդունդի եզրին ենք կանգնել, որ կարող է իրար դեմ պատերազմի դուրս գանք, ու ոմեն տեսեք հենց այս զսպվածությունը հենց մեր հոգևոր հայրերի դաստիարակության արդյունքն է, անընդհատ այդ կաշկանդվածությունը, որ ավելորդ բառեր չօգտագործեմ, հենց այդ մեր հոգևորականների տված դաստիարակությունն է, որի համար ես անչափ ուրախ եմ եւ անչափ շնորհակալ եմ իրենց, որ իրենք ինձ համար, գոնե ինձ համար զսպիչ են, որ ես չտրվեմ այդ տականքների սադրանքներին ու չարի գերին չդառնամ։ Կարճ կապեմ խոսքս, բերեք միասնականորեն համախմբվենք մեր մայր տաճարում, մեր Սուրբ եկեղեցում, առաջին հերթին աղոթքով, բայց միանշանակ աղոթքը առանց գործ ոչինչ է, աղոթքը նաև պետք է գործով ապացուցվի եւ գործնական քայլ կատարվի։ Մեր պատրաստակամությունը վերահաստատենք, որ իրոք սա մեր օջախի պաշտպանությունն է, սա մեր սրբության պաշտպանությունն է եւ մենք պատրաստ ենք ամեն ինչի, ու երբ որ չարը տեսնի, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի, վստահ եմ հետ կկանգնի ու մենք պայքարի կարիքը չենք ունենա, կռվի կարիքը չենք ունենա, բայց իրենք շատ լավ պետք է գիտենան, որ անհրաժեշտության դեպքում նաեւ պատրաստ ենք այդ ամեն ինչին, պատրաստ ենք դիմակայելու թեկուզ կյանքի գնով եւ արժանապատիվ ապրել կամ արժանապատիվ ապրել երկնային կյանքում, սա է մեր ընտրությունը, բայց համենայն դեպս մենք այլևս ուրիշ ճանապարհ չունենք, որովհետև սա մեր տունն է, սա մեր հողն է, սա մեր հայրենիքն է, սա մեր սրբությունն է, ցավոք թշնամին արդեն կռիվը տանում է մեր օջախների առաջ, խնդրում եմ տարածեք եւ փորձենք ամեն մեկս մեր պատրաստակամությունը հասնալ, մենք ինքներս քննություն ունենք տալու, մենք ինչի ենք պատրաստ, հանուն մեր հավատի, հանուն մեր սրբության, ես վստահ եմ, որ մենք շատ ենք, ես վստահ եմ, որ մենք շատ ուժեղ ենք, եւ ես վստահ եմ, որ մենք այս քննությունը պատվով ենք հանձնելու, ու հենց այս քննության արդյունքում մենք արժանանալու ենք ավետյաց երկիր ունենալու, մենք արժանանալու ենք Աստծո սերը մեր նկատմամբ վերականգնելու, մենք արժանանալու ենք հզոր պետություն կերտելու, մենք արժանանալու ենք մեր նախնիների արժանի ժառանգորդը լինելու, երկար չծավալվեմ, բայց առաջիկայում հաստատ էլի նման ֆորմատով հանդիպումներ ունենալու ենք, որովհետև մի քանի հայտարարություններ էլ կա անելու, արդեն գործնական քայլերի հետ կապված։ Հիմա այսքանը, շնորհակալ եմ բոլորիդ, եւս մեկ անգամ խնդրում եմ տարածեք։